Ողջունում եմ ձեզ, հարգելի Տիկին Ավանեսյան, ձեզ եւս ողջունում եմ։ Այսօր քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը առողջապահության նախարար Տիկին Ավանեսյանին հրավիրել է աշխատանքային քննարկման, որովհետեւ մենք քննարկենք մեր կողմից ներդրված առողջության համապարփակ ապահովագրության գործարկման ընթացքը, որը հունվարի 1-ից արդեն գործում է եւ չափազանց կարեւոր ռեֆորմ է, որը մեր կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը իրականացրել են եւ կան բազմաթիվ հարցեր, այդ թվում նաեւ մենք կուզենանք Տիկին Ավանեսյանից լսել տեղեկություններ այս համակարգի գործարկման վերաբերյալ, թե ինչ արդյունքներ ունենք, թե ինչ անելիքներ ունենք, ինչեր կան, որ պիտի շտկենք եւ նաեւ մեր քաղաքացիների հարցեր ու հարցադրումները, որոնք որ չափազանց կարեւոր են։ Մինչեւ Տիկին Ավանեսյանին ձայն կտամ, ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, վստահ եմ բոլորը տեսել եք վարչապետի կողմից բերված թվերը այսօր, որ ըստ էության այս պահի դրությամբ 65+ տարիքի 50,073 թոշակառու ուրեմն ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով եւ ես ուղղակի ամբողջը չեմ ասի, բայց ուղղակի մի քանի թիվ 57 թոշակառու ստացել է 4 միլիոն դրամի կարգի աջակցություն, 158 թոշակառու 65+ ստացել է 2-ից 4 միլիոն ուրեմն ապահովագրություն, 802 թոշակառու ստացել է 1-ից 2 միլիոն ապահովագրություն եւ շարունակությունը էլի կա, բնականաբար Տիկին Ավանեսյանն ավելի մանրամասն կասի, բայց ես հատկապես այս կտորը խի եմ ասում։ Շատ ժամանակ, երբ որ մենք այս կամ այն ռեֆորմն ենք անում, մեր ընդդիմադիրներն ասում են, իսկ դուք օրինակ հարցրել եք այն տատիկին, որը որ հիմա ինքը կանգնելու է այս խնդրի առաջ, Հայաստանի Հանրապետությունում երբևէ մեկ տատիկ կամ պապիկ երբևէ չի եղել, որ պետական բյուջեի կողմից, ասենք օրինակ 4 միլիոն գումար ստանա իր առողջապահության համար։ Իսկ հիմա ասենք 57 այս պահի դրությամբ 57 հոգի 4 միլիոն, 158 հոգի 2-ից 4 միլիոն, 802 հոգի 1-ից 2 միլիոն, սա ուղղակի աննախադեպ է։ Երբ որ մեզ քննադատում են, որ թոշակներ չբարձրացնելու կամ այս կամ այն խնդրի մասին, այս թվերը ուղղակի շռնդալից կերպով ցույց են տալիս մեր կառավարության կողմից իրականացված քաղաքականություն եւ ցույց են տալիս, որ մեր հայրենակիցները, մեր քաղաքացիները միայնակ չեն իրենց առողջության խնդիրների հետ։ Նրանք այլևս միայնակ չեն իրենց առողջության խնդիրները կարգավորելու համար։ Եվ ես ուզում եմ հենց այս տրամաբանության մեջ արդեն խոսքը տրամադրել առողջապահության նախարար Տիկին Ավանեսյանին։ Տիկին Ավանեսյան, ձեզ եթե հարկավոր է 10-15 րոպե կամ դուք ինչքան կուզենաք ձեր հիմնական խոսքի համար, հետո մենք արդեն կանցնենք հարց ու պատասխանի, համեցեք։ Շնորհակալ եմ պարոն Գոնջարյան, ներողություն եմ խնդրում 2 րոպե ուշանալու համար։ Նախ շնորհակալություն եմ հայտնում այս հանդիպումը կազմակերպելու համար, որտեղ կարծում եմ, այո, խորհրդարանական վերահսկողության շրջանակներում առողջության ապահովագրության բարեփոխման ընթացքի մասով մենք ընթացիկ անպայման աշխատելու ենք եւ կարեւոր է ինչպես արձանագրումներ անել արդեն իսկ համարյա թե 1 ամսվա աշխատանքների մասով, այնպես էլ կարևոր է նաև դիտարկումներ, առաջարկներ եւ բարձրացված խնդիրների մասին շատ այսպես ինտենսիվ կերպով միասնական ձևով աշխատելով առաջ գնալ, որովհետեւ մենք իհարկե երբ որ քննարկում էինք այս բարեփոխման ներդրումը, նաև բազմիցս ասել ենք, որ առողջության ապահովագրության համակարգը բարդ, բազմաշերտ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բոլորին վերաբերող բարեփոխում է։ Եվ նրա այս բարեփոխման ներդրումը իհարկե դինամիկ գործընթաց է, այն մեկնարկել է եւ 3 տարվա ընթացքում ամբողջությամբ ներդրվելու է եւ այս 3 տարիները մեզ նաեւ շատ կարեւոր ընթացք են այն մարդու համար ավելի պարզ, ավելի օգտվելու առումով հարմարավետ դարձնելու եւ այս փորձառությունը ծառայությունները ստանալու եւս մենք շատ կարեւորում ենք։ Այո, հարգելի գործընկերներ, այս բարեփոխման արդյունքում փրկվում են մարդկանց կյանքեր, որը ամենակարևորն է։ Մարդիկ
վերագտնում են իրենց առողջությունը, աշխատունակությունը, չեն դառնում նաև ըստ էության հավելյալ սոցիալական ուրեմն ճնշում ավելացնում պետության վրա եւ պետությունը իր միջոցները ներդնում է, որպիսի մեր մարդկային կապիտալը զարգանա եւ մաքսիմում ծառայի Հայաստանի Հանրապետության զարգացմանը, տնտեսական աճին։ Ուրեմն հունվարի 1-ից համակարգը սկսել է աշխատել, հենց ամսի 1-ին, 2-ին, 3-ին արդեն իսկ ունեցել ենք սպասարկված քաղաքացիներ, որոնք դիմել են թե էմերջենսի ծառայության եւ թե այլ հիվանդանոցային բուժօգնության, ուրեմն այցերի թիվը արդեն իսկ 250,000-ը հատել է, ես այստեղ մի պարզաբանում եմ ուզում անել, որ այցերի թիվն ենք մենք հրապարակում, որի ուրեմն մեջ մտնում են մի շարք տարատեսակ այցեր։ Եվ ես երբեմն հակիրճ լինելու համար, երբ որ միայն ներկայացնում եմ հիվանդանոցային կամ ամբուլատոր այցերը, մեր որոշ ընդդիմադիր պատգամավորներ ասում են, բա ուր կորան մնացած այցերը, ուզում եմ ասել, որ ուրեմն ներկայացված այցերի շրջանակը ներառում է հիվանդանոցային, ամբուլատոր, շտապօգնության եւ ցերեկային ստացիոնար այցերը։ Ուզում եմ նաեւ նշել, որ այցերը ուրեմն կապված են մարդկանց հետ, այսինքն մեկ մարդը կարող է մի քանի այցի շրջանակներում սպասարկում ստանալ։ Սա նշանակում է, որ կարող է արդեն իսկ մեր քաղաքացիները խորհրդատվություն, էլեկտրոնային դեղատոմսով դեղ ստանան, հիվանդանոցային այց գրանցեն եւ այլն եւ այլն։ Այսինքն չի նշանակում, որ 255,000 հոգի է օգտվել, այլ նշանակում է, որ 255,000 այց է գրանցվել։ Մենք հաջորդիվ նաեւ անձանց կապելով եւ այսօր հնչեցված 65+ քաղաքացիների մասով արդեն վիճակագրությունը անձերի մասով է եւ այսքան անձ է օգտվել առողջության ապահովագրության շրջանակներում տրամադրվող ծառայություններից։ Իհարկե ես շատ հակիրճ անդրադառնամ, որ թե էլեկտրոնային համակարգերի եւ թե գործառնական առումով մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք բժշկական կենտրոնների ինչպես ադմինիստրատիվ պատասխանատուների, այնպես էլ հենց բժիշկների հետ եւ ընթացիկ փոփոխություններ ենք իրականացնում, որոնք բխում են իրական կյանքից եւ ըստ էության շատ կարեւոր է, որ նման մեծ ծավալի բարեփոխումները, երբ որ արդեն դառնում են իրական, եթե կարելի է էլի, հա։ Ելի գործընկերներ, խնդրում եմ լռություն պահպանեք դահլիճում։ Պարոն Եղոյան։ Երբ որ իրական կյանքում արդեն բարեփոխումը սկսում է գործարկվել, ուրեմն շատ կարևոր է, որ լինել արձագանքող մարդկանց առաջարկումների, դիտարկումների, ուրեմն process-ները կրճատելու, ավելի պարզ դարձնելու մասով եւ մենք հենց այս ճանապարհով էլ առաջ ենք գնում։ Մենք ուրեմն մեզ համար դրել ենք պարբերականություն ամփոփելու ամսական կտրվածքով, եռամսյակային կտրվածքով եւ միանշանակ 6 ամսյա կտրվածքով եւ հիմա արդեն հավաքագրում ենք նաեւ հաջորդ ուրեմն ինչպես որ օրենքի մեջ նախատեսել ենք 6 ամսվա ժամկետում մենք նաեւ հանդես կգանք որոշակի ավելի բարելավող, ավելի ուրեմն մեր քաղաքացիների առաջարկների հիման վրա որոշակի առաջարկություններով։ Երևի այսքանով սահմանափակվեմ եւ արդեն սիրով պատասխանեմ ձեր հարցերին, դիտարկումներին։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան, միջև գործընկերներին հարցերի հնարավորություն տալը, ես 1-2 հարց ունեմ, որոնք կարծում եմ, որ մեր քաղաքացիներին հատկապես դրանք շատ հետաքրքրում են։ Խնդրում եմ ասեք քայլերի հաջորդական։ Ես գիտեմ դուք դրա մասին բազմիցս խոսել եք, բայց նաև այս առիթն օգտագործելով։
Խնդրում եմ ասել քայլերի հաջորդականությունը առաջին քայլից մինչև վերջին քայլը, երբ որ քաղաքացին ուզում է օգտվել, խնդիր ունի եւ ուզում է օգտվել առողջապահության ապահովագրությունից, որն է նրա առաջին քայլը եւ ինչպես է այս process-ը շղթան ինչպես է սկսում աշխատել։ Շնորհակալություն։ Ուրեմն, նախ պետք է քաղաքացին պարզաբանի իր կարգավիճակը, արդյոք նա ապահովագրված է, թե ոչ։ Այսինքն, օրենքով սահմանված 2026 թվականի որևէ խմբի մեջ մտնում է, թե չէ։ Եվ նորից հիշեցնենք խմբերը։ Եթե անձը մինչև 18 տարեկան է, 65 պլյուս տարիքի է, կամ 18-ից 65 տարեկան առաջի, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամություն ունի, կամ ֆունկցիոնալության գնահատման նույն համապատասխան համակարգի շահառու է, եւ եթե ունի սոցիալական անապահովության 28 պլյուս բալ, կամ զոհված զինծառայողի ուրեմն ընտանիքի անդամ է, այս անձինք ապահովագրվում են պետության կողմից։ Սա նշանակում է, որ բյուջեն նրանց համար վճարում է տարեկան 129,600 դրամը եւ նրանք ստանում են կարգավիճակ։ Այստեղ պիտի երկու հանգամանք միաժամանակյա լինի։ Դա Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտություն ունենալու հանգամանքն է։ Ռեզիդենտությունը դա Հայաստանի Հանրապետությունում 183 օր եւ ավել բնակվելու հանգամանքն է։ Այստեղ եթե այս երկու հանգամանքները առկա են եւ իմ կողմից նշված այս տարիքային կամ սոցիալական խումբը առկա է, ուրեմն քաղաքացին ունի կարգավիճակ։ Եվ հաջորդ խումբը ապահովագրավճար վճարողներն են, դա 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացողները, որոնք նոյեմբեր 2024 թվական, չէ, 25-ներ, 2025 թվականի նոյեմբեր ամսին 200,000 դրամից ավել աշխատավարձ են ստացել, կամ անհատ ձեռնարկատերերը, ում շրջանառությունը 2025 թվականին կազմել է 2,400,000 դրամից ավել։ Հիմա եթե այս հանգամանքները առկա են, ուրեմն դուք ունեք ապահովագրվածի կարգավիճակ։ Ինչպես իմանալ եւ արդեն հաջորդիվ քայլերը։ Նախ պետք է ներբեռնել արմետ հավելվածը։ Ես նորից եմ նշում, որ ձեր կարգավիճակը տրամադրվում է ուրեմն ավտոմատ կերպով փոխգործելիությամբ աշխատող համակարգերով։ Այսինքն մենք ենք այդ աշխատանքը անում, բնակչության պետական ռեգիստրից ճշտում ենք տվյալները, հետո ՊԵԿ-ից այլ տվյալներ, ռեզիդենտության հետ կապված մյուս համակարգերից տվյալներ եւ այլն, այս բոլորը համադրում ենք եւ անձին ավտոմատ արդեն տալիս ենք կարգավիճակ։ Արմետ հավելվածը անհրաժեշտ է ներբեռնել այդ կարգավիճակի մասին տեղեկանալու եւ պայմանների մասին ուրեմն իրազեկված համաձայնություն տալու համար։ Այսինքն առաջինը ներբեռնում ենք արմետ հավելված։ Ես նշեմ, որ մենք արդեն մոտ 400,000 ակտիվ արմետ հավելվածից օգտման այս վերջին ամիսներին վիճակագրություն ունենք։ Եվ արմետ հավելվածում, երբ որ անցնում եք դեմքի նույնականացումը, հաստատում եք պայմաններին, որ համաձայն եք ապահովագրական փաթեթի պայմաններին, այլևս դուք ձեր արմետ հավելվածում կարող եք ձեր ամբողջ առողջական պատմությունը տեսնել։ Հաջորդը ունենք կարգավիճակ, արմեդում հավելվածը արդեն ակտիվացված է։ Մարդը ունի գանգատներ, որոշակի գանգատներ, վատ առողջ է։ Ուրեմն այս պարագայում պիտի տարբերակենք երկու դեպք։ Եթե դա անհետաձգելի բուժօգնություն է, այսինքն ունենք իսկապես շտապ օգնության կարիք, այստեղ դիմում ենք առաջինը շտապ օգնության կամ հիվանդանոց եւ այստեղ ուրեմն ձեր ապահովագրական փաթեթի մեջ ներառված ծառայությունները այս օղակի արդեն գործարկվում են։ Եթե մարդը շտապ օգնության կամ հրատապ անհետաձգելի բուժօգնության կարիք չունի, ապա նա գնում է արդեն պլանային իր պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, ընտանեկան բժշկի, թերապևտի կամ մանկաբույժի մոտ։ Եվ արդեն այս
անձինք են, որ ուղղորդում են անձին բուժօգնության ճիշտ տրամադրման ձևաչափով։ Սա է ուղին բուժօգնության ստանալու։ Շատ կարևոր է նաև, որ արմետ հավելվածում դուք տեսնում եք ինչ ծառայություններ են մտնում փաթեթում եւ դա կարող եք շատ պարզ ձևով փնտրելու մեխանիզմով գտնել։ Տեսնում եք այդ ծառայությունը, որ բժշկական կենտրոնների կողմից է տրամադրվում, տեսնում եք նրանց հասցեները եւ ինքնուրույն կարող եք ընտրել ուր եք ուզում դիմել։ Արմետի միջոցով դուք տեսնում եք ձեր ընտանեկան բժշկին կամ թերապևտին, կարող եք հենց հավելվածում փոխել ձեր կցագրման պոլիկլինիկան կամ ընտանեկան բժշկին, կարող եք ուրեմն տեսնել այցի պարագայում ինչ այց եք ունեցել, պետությունը ինչքան է վճարել դրա համար եւ ամբողջական ինֆորմացիան արդեն կունենաք ձեզ մոտ ձեր հեռախոսի մեջ։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան հարցերի համար։ Սիսակ Գաբրելյան, հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ 2 րոպե հարցի